Ժողջան, կրկին ողջույն բոլորին։ Այսօր աշխատանքի մեջ ունենք Opel Astra G։ Ուրեմն ունենք այս խնդիրը, գանգատները եղել են խոտ տալուց ծխի արտադրություն ու բենզինի թերայրման հոտ։ Քիչ շատից արդեն պատճառը պարզ է, այս մի ֆարսունքեն արդեն ճնշումը բենզինին կա, բայց զալիվատ էր անում։ Այս ընդհանուր ռամպեն հանեմ, ֆարսունքը կքանդեմ, միանամ ձեզ։ Ժողջան, հանեցինք ֆարսունքեքը, ճիշտն ասած խառնվեց, հիմա կոնկրետ էլ չեմ կարող ասեմ որն էր զալիվատ անողը, բայց սա որ դնեմ ստենդի վրա, արդեն սաղ պարզ կլինի։ Ուղարկենք լողանալու, միանամ ձեզ։ Ժողջան, տեսեք ուրեմն, տեղադրեցինք վաննայի մեջ, հեղուկի գույնը նայեք մի հատ, գնում եք, նոր բացած հեղուկա։ Ու մի հատ էլ կնայենք աշխատանքների վերջում։ Միշտ լինում է, որ վերջում եմ ցույց տալի, տենց ընթացքը հարմար չի լինում, որ մարդիկ չմտածեն, էլի, վատ հեղուկ եմ լցնում։ Հիմա սկսում ենք արդեն ուլտրաձայնային վաննայի աշխատանքները։ Լավ, մի քիչ թող լողանան, կապնվեմ ձեզ։ Ժողջան, ուրեմն տեսեք, հասանք ասեղների մաքրման պրոցեսին։ Ստացել ենք այս արդյունքը։ Չգիտեմ, ասեմ իդեալական, չասեմ իդեալական։ Ոչ մի նստվածք չի մնացել։ Մյուսն էլ ցույց տամ, որ չմտածեք մենակ այդ մի ֆարսունքեն է տենց մաքրվել։ Մի 10 րոպե թողանք ասեղների բացման պրոցեսը տեղի ունենա, տեղադրեմ ստենդի վրա, միանամ ձեզ, տեսնենք զալիվատը կորի թե չէ։ Ժողջան, տեսեք, ուրեմն տեղադրել ենք արդեն ստենդի վրա, երրորդ ցիկլն է գնում, ու պրինցիպի էլ ասելու բան չկա, մի հատ փոշիացումը զգացեք, ծակերը իդեալական բացվել են, այս գծերի պահով մի քիչ էս առաջինն է առաջ ընկնում, այս 3 հատը կարելի ասել լազերով լցում է, մի քանի միլի էս առաջինն է առաջ ընկնում, բայց էլ սրանից ավել չենք կարա ստանանք, հեսա մնաց այսքան զարկ, 300 զարկ էլ տա, ուտեշկեքն էլ մի հատ ցենց իրար հետ նայենք, ուտեշկա էլ չունենք, կտրվեց ուտեշկեն, տեսեք, 15 վայրկյան, հիմա ինքը ուտեշկեքն է ստուգում, ու 4-ն էլ քարի պես կանգնած է։ Ինչ ասեմ, նման խնդիրների դեպքում կապնվեք, լավ եղեք, մինչ հանդիպում։